Դրսի գործոնն է ազդեցիկ լինելու այս հարցում։ Դրսի Թե գործոնը մեր ներքին կազմակերպվածությունը կամ քայլերի Ես հաջորդականությունը։ չեմ ուզում մեկը մյուսից անջատել, որտեղ ներքին կազմակերպվածությունից կախված կլինի այն, թե որքանով ազդեցիկ կգործի դրսի գործոնը։ Այսինքն որքանով փոխկապակցված կլինի մեր իշխանությունների գործունեությունը եւ արտաքին գործոնների ներգրավումը։ Եվրոպական խորհրդարանը չգիտեմ այսօր թե վաղն է քննարկելու Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։ Ազդեցիկ գործոն է, թե ոչ։ Այո, դա գործոն է, որը քաղաքական է, որքանով արդյունավետ կլինի, չգիտեմ, որտեղ բազմաթիվ որոշումներ եւ հայտարարություններ ընդունվել են նախկինում եւս, բայց դրանք չկանխեցին Արցախի հայաթափումը։ Հետևաբար պետք է մենք խոսենք ոչ այնքան ընդհանուր քաղաքական եւ իրավական քայլերից, որքան անմիջականորեն հենց Ալիևի վրա ազդեցություն գործելու հնարավորություններից։ Այսինքն դա պետք է անձնապես իրեն դիպչող հարց լինի կամ գործողություն լինի, որպեսզի անհրաժեշտ ազդեցությունը գործի։ Մնացած ամեն ինչը խոսակցություններ են։ Էլի եմ ասում, բարձ խոսենք, Ալիևն էլ կոշտուկ ունի, չէ, որին կարելի է տրորել, սեղմել։ Այո։ Ով պետք է լինի այդ սեղմող, ով կարող է սեղմել այդ կոշտուկը։ Հիմա Բաքուն այդպիսի տեղեկություններ են շրջանառում, որ իսրայելական խողովակով ուզում է Վաշինգտոնի հետ խոսել, ի վերջո, հասկանալով, որ խաղը Վաշինգտոնի ձեռքին է այս պահին ընթանում։ Դե ես չեմ կարծում, որ Բաքուն նոր է դա հասկացել եւ պատահական չի, որ 3.5 ամիս ձգել է։ Թրամփի ստեղծած իրադրությունը նոր է։ Բայց բոլոր դեպքերում կարծես թե այդ իրադրությունը ավելի շատ օգտակար է եղել Բաքվին եւ Թուրքիային առավել եւս։ Թրամփի առաջին կառավարման շրջանում։ Ոչ, երկրորդ։ Եվ պատահական չի, որ Թրամփը դեռ կարծեմ ինչ իշխանությունը ստանձնելը արդեն իսկ հայտարարեց, որ ինքը ակնածանքով է վերաբերում Թուրքիայի նախագահային եւ Թուրքիայի գործողություններին տարածաշրջանում։ Եվ այստեղ մենք պետք է դիտարկենք Ադրբեջանի գործոնը Իրանի հետ կապված ապագա զարգացումների համատեքստում, իսկ Ադրբեջանի գործոնը Միջազգային ակտիվ process է Իրանը։ Կարող է շատ ազդեցիկ լինել եւ օգտակար լինել, ուստի այս իրավիճակում կողմնորոշվելը շատ կարեւոր է։ Ի վերջո նաեւ պետք է տեսնենք, եթե Իրանում իրավիճակը ապակայանանա, տեսնենք թե ով է իշխանության գալու այնտեղ, որտեղ դրանից կախված կլինի նաեւ Հայաստանի հեռանկարը, օրինակ այդ դեպքում արտաքին աշխարհի հետ հնարավոր կլինի կապվել Իրանի միջոցով, եթե այնտեղ Հայաստանի համար նպաստավոր նոր կառավարման համակարգ եւ կառավարող վերնախավ գա իշխանության։ Այսինքն, եթե մի պատկերացնենք, մի քիչ է հավանական, բայց Վաշինգտոնը Թեհրանի հետ համաձայնության է գալիս։ Թրամփին հաջողվում է խոսել Թեհրանի հետ։ Ես դա բացառում եմ։ Բացառում եք։ Ես բացառում եմ, որ այնտեղ երկխոսությունը կարող է որևէ կխանգարեն Չինաստանն ու Ռուսաստանը, ուզում եք։ Ոչ, նրանք չեն խանգարի, նրանք միգուցե շահագրգռված կլինեն առաջին հերթին Չինաստանը։ Ռուսաստանը արդեն իսկ հայտնվել է այսպես չեզոք միջնորդի դիրքում շնորհիվ ամերիկյան կողմի դիմումի, որտեղ ամերիկացիները խնդրեցին, որպեսզի Ռուսաստանը միջնորդ դառնա, իսկ Ռուսաստանն ու Իրանը կարծես թե դաշնակիցներ են, ուստի իրենց ստանձնեց Ռուսաստանը միջնորդի դերը, նրա դիրքը դառնում է չեզոք։ Այսինքն դաշնակցի դիրքից անցնում է չեզոք դիրքի։ Հետևաբար դրանով արդեն իսկ կարող է նպաստել նաև ամերիկյան իսրայելական ծրագրերի առաջ մղմանը, որոնց կմասնակցեն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Դե ամեն դեպքում Թեհրանի հետ համաձայնությունը ուղիղ մեր շահերից չի բխում։ Ամենից կախված է նրանից, թե ինչ համաձայնության մասին է խոսքը։ Օրինակ, եթե համաձայնվում են, որ Իրանի քրեապետությունը կամավոր հեռանում է իշխանությունից, իշխանությունը հանձնում է աշխարհիկ նոր վերնախավի, կամ օրինակ շահի Վաշինգտոնի փորացավը միջուկային զենքն է, այստեղ միջուկային զենքը ուղղակիորեն կապված է այնտեղ Իրանում կառավարող ռեժիմի հետ։ Այդ ռեժիմը էգզիստենցիալ, այսինքն կենսական վտանգ է ներկայացնում Իսրայելի համար, որտեղ համարում է, որ Իսրայելը պետք է գոյություն չունենա։ Իսրայելը տարածաշրջանում Միացյալ Նահանգների հիմնական դաշնակիցն է, եթե չասեմ սերտաճած դաշնակիցը։
Հետևաբար, օրինակ, եթե Իրանում իշխանության գա շահի թագաժառանգը, արքայազնը, Փեհլևի եւ պահպանվի Իրանի տարածքային ամբողջականությունը, ապա Իրանը Հայաստանի համար կարող է լավ ելք դառնալ դեպի աշխարհ Թուրքիայի, Ադրբեջանի եւ հյուսային մեր հարևանների գործոնները հավասարակշռելու, չեմ ուզում ասեմ չեզոքացնելով, բայց եթե այդ ճանապարհը բացվի, կբացվեն բոլոր ճանապարհները։ Մի բան էլի վերադառնալով Բաքվի այդ դատավարություն կոչվածին, դուք կարծում եք այդ մարդկանց հաթաթ ընտրել են այս process-ի համար։ Ինձ թվում է մի մասին այո, մյուս մասը պարզապես ճակատագրի բերումով է հայտնվել այնտեղ։ Բայց այդ թվում եւ Ռուբեն Վարդանյանը։ Ռուբեն Վարդանյանը իր ընտրած ճակատագրի բերումով է այնտեղ հայտնվել, որտեվ ի վերջո նա կարծես որպես կամավոր զոհողություն է կատարել Արցախ գնալը եւ այնտեղ ինչ-որ բան փոխելու ջանքեր գործադրելու միջոցով նոր իրավիճակ ստեղծելու այդ երազանքը։ Ինչու են այս թեման ռուսները փակել իրենց համար, չեն խոսում։ Ի վերջո կա, չէ, գոնե հերակապարտավորություն։ Ում նկատմամբ։ Իրենց պարտավորությունները փակել են 20 թվականին վերջնականապես այդ առումով։ Այսինքն հայկական գործոնի խնդիրը Արցախի հետ կապված ռուսները փակել են, ընդ որում այդ առումով իրենք լավ, այդ դեպքում այդ մարդկանց այդպիսի վստահությունը խաղապանների նկատմամբ որտեղից էր ծնվել, հոտից չէր ընկել, չէ՞։ Դե խաղապանների ներկայացումն Արցախում միջանկյալ փուլ էր Արցախը ստերեոտիպի հանձնելու գործում։ Միջանկյալ փուլ էր եւ որպեսզի այդ փուլը տեղի ունենար խաղապանների հանդեպ պետք է լիներ վստահություն, ընդ որում այդ վստահությունը նաև Երևանից էր սերմանվում, որտեղ խաղապանների մուտքը ներկայացվեց որպես Արցախի փրկության տարբերակ։ Իրականում Արցախում էլ հավատացին։ Այո, Արցախում էլ հավատացին, Հայաստանում էլ հավատացին, բայց դրա հաշվին նաև ամրապնդվեց հայաստանյան իշխանության դիրքը ներսում։ Չիմանալով ինչ սցենար է պատրաստված։ Հայտնի չէ իմանալով, թե չիմանալով։ Լավ, Արգել Արման, եւ վերջինը Արցախի արժան կդիմի Շվեյցարիայի կառավարությունը վերադարձի հարցով, հա։ Ինչու Շվեյցարիա։ Դե կարծես այնտեղ են հարցով հետաքրվել եւ արդեն սրա հետ կապված, այս խնդրի հետ կապված քննարկումներ ունեցել, բայց ֆուտբոլային դիվանագիտություն, հիշեցի մի շարք այդպիսի։ Բայց ամենիչից Շվեյցարիան չեզոք պետություն է։ Այսինքն չեզոք պետության կողմից կազմակերպված նման օրինակ խորհրդաժողովը կամ քննարկումները գուցե ավելի շահեկան ընկալվեն։ Նաև միջազգային հանրության կողմից Ադրբեջանի համար բոլոր դեպքերում դա բացասական է, բայց տարբերություն կլինի Եվրախորհրդարանի քննարկումների եւ Շվեյցարիայում կազմակերպելի քննարկումների միջև։